Ողջույն երեխաներ, ինչպե՞ս եք? Լավ ենք, եկեք մի հատ իրար սրտիկներ փոխանցենք, շատ ենք սիրում, չէ՞ բոլորս իրար այստեղ ապրեն բալիկները։ Այսօր ես ձեզ համար ուզում եմ պատմել մի շատ գեղեցիկ հեքիաթ, որը ձեզանից շատ-շատերը արդեն գիտեն, սովորել են։ Ես այսօր ձեզ պատմելու եմ Նունիկի և արջի հեքիաթը։ Ուրեմն, լինում է, չի լինում, մի փոքրիկ աղջիկ է լինում, անունը Նունիկ։ Նունիկը ապրում էր իր տատիկի և պապիկի հետ մի գյուղերից մեկում իրենց տնակում։ Մի օր Նունիկը տատիկին և պապիկին ասում է, որ ուզում է գնալ և անտառում սունկ հավաքել, որպեսզի տատիկին և պապիկին մի փոքր օգնի նրանց հոգսը թեթևացնի և նրանք ուտելու ինչ-որ բան ունենան։ Եվ Նունիկը ճանապարհ է ընկնում, գնում է անտառ։ Գնում է ճանապարհին, մոլորվում է, սունկեր հավաքելով, երգերով ուրախ գնում է և մոլորվում է ճանապարհին։ Գնում է, տեսնում է մի տնակ, պտտվում է տնակի այս կողմը, տեսնում է տնակ, դատարկ է, այնտեղ ոչ մեկ չկա։ Դուռը ծեծում է, բաց է անում և մտնում է ներս։ Տեսնում է տնակում շատ գեղեցիկ սեղան է դրված, սենյակը շատ գեղեցիկ է և նրան շատ է դուր գալիս։ Նա մտնում է այնտեղ, սեղանին դրված ուտելիքներից, համեղ ճաշիկներից, ապուրներից ուտում է, կշտանում, շատ հոգնած էր, չէ՞։ Հետո մտնում է ննջարան, ննջարանում տեսնում է դրված է գեղեցիկ մահճակալներ։ Մահճակալներից մեկի վրա պառկում է և քնում։ Քնում է, արտանում ինչ-որ ձայներից։ Գնում է սենյակ, ասում է տեսնեմ այս ինչ ձայներ է, իրեն թվում է տնակը դատարկ է և լքված։ Սակայն դա ում տնակն էր։ Արջի տնակն էր, այո, արջը վերադարձել է տուն, աշխատանքից վերադարձել է տուն, մեկ էլ Նունիկն ու արջը հանդիպում են իրար այսպես, ճախ, հանդիպեցին, ասում են, արջը ասում է, դու ով ես։ Աղջիկը պատասխանում է, ես Նունիկն եմ, իսկ դու ով ես, ես ինչ մեծ ես, ինչ հսկա ես։ Ասում է, այո, իսկ դու ինձանից չես վախենում։ Նունիկը պատասխանում է, ոչ, իսկ ինչու պետք է ես քեզանից վախենամ։ Ասում է, որովհետև ես արջ եմ, ես հզոր կենդանի եմ, հզոր արջ եմ։